Երեխեք, բարև բոլորին։ Տեսնում եք ինչ սիրուն ենք, ինչ սիրուն սեթեր ենք հագել։ Սրանք օքի նոր սեթերն են։ Եթե դու ես ուզում լինել ոճային ու ունենալ մեր սեթերից, հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով ու ունեցի ամենասիրուն, ամենավոճային սեթերից։ Եթե ունենաս մեկ սեթ, կապ չունի որ գույնը կընտրես, բուրգունդը թե կապույտը, կարող ես կրել եւ ձմռանը, եւ ամռանը, եւ գարնանը, եւ աշնանը։ Մեր սեթերը տրանսֆորմացվում են, կարող եք կրել ամբողջական տարբերակով, կարող եք հանել թևերը դարձնել կարճ թև եւ կարող եք կրել նաեւ տոп տարբերակով։ Շալվարի հատվածում ունենք կախազարդի հատուկ հատված, որտեղից կարող եք կախել ձեր գլոսերը, ձեր AirPods-երը, ձեր կախազարդերը, ձեր բանալիները, այն, ինչը ձեզ պետք է օրվա ընթացքում ամենաշատ։ Կյանքս հերիք այդ վիդեոն նայես։ Ով է ընդհանրապես այս վիդեոն նկարել, չես տեսել։ Չէ, չեմ տեսել։ Ընդհանրապես ոնց կարան ծնողները չհասկանան, որ այս կոնտեքստից դուրս կտրած խոսքեր են։ Դե կյանքս հիմա տաքացած են, այդ ձև են էսպային մտածում, վաղ այդ ձև չեն մտածելու։ Ու ես քեզ մի հատ բան ասեմ, ինչ են կամերաները հետ չեք տալիս, նայեք տենակ ով է եղել։ Որ կամերաները, որ մի շաբաթա փչացել է, ասում եմ մարդ կանչի թող գա սարքի, չես կանչում։ Ես ոնց ֆռած, որ այս հարցի մեջ էլ ես մեղավոր դուրս եկա։ Լավ կյանքս, ես խոսք եմ տալիս, այս նկարածի հարցը կլուծենք։ Հիմա հասկացար, անցած տարվա դեպքերն են կրկնվում ստուդիայում։ Լավ է։ Ստելան, հա։ Չէ, Ստելան չի, հաստատ ինքը չի։ Ո՞վ է։ Չնայած ստուդիա այնքան նոր մարդ է ընդունվել։ Մտածում եմ կարող է դրսից ինչ-որ ուրիշ մեկն է ստուդիայից չի։ Մենք էլ նենց միամիտն ենք, հա, դրսից ով ուզի մտնի ներս։ Անհնար է։ Հիմա անիմաստ ստեղ նստած ենք, գիշերը արդեն։ Արի հիմա գնանք տուն, հանգստանանք, վաղը կանրադառնանք այս հարցին։ Սոնա։ Think okay, 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 okay. Do yes, we can't okay, 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 okay. Me head asa okay. Okay, do yes, we can't okay, okay, okay. Me head asa okay. Head asa okay. Կարակ գլուխներդ մի քիչ են կոմ տանեք, ուզում եմ հասկանամ ոնց Սոնայիս հեղինակությունը փրկեմ։ Տո դու պետք է փրկես այ բուլկի։ Բա չէ դու։ Մենք պիտի խելքի տանք, որ հասկանանք ինչ ենք անում, որովհետև չենք կարող ասենց թողենք։ Ախպեր, ես մի բան չջոգեցի։ Սոնան խե երեխեքին տես բաներ ասե։ Մոլս փխրուն երեխա է։ Բա որ նեղվել չկա բարի։ Կռե ախպերական մի հատ գնա ուղեղդ ռենտգեն արա։ Ես հիմա հաստատ վստահ եմ որ ուղեղի տեղը կապույտ գույնի թեփ հալածրած։ Կռլե դու չես հասկացել, որ այդ վիդեոյի մեջ Սոնայի խոսքի կեսը կտրած է։ Բա։ Ռուշ։ Քյալ ես արա չես ջոգել։ Հոր այդ երևի կոմպյուտերով, հա։ Երևի Facebook-ով բանով։ Բայց որտեվ զարմանում եմ որ էդի вообще Սոնայից չի։ Գիտի երեխեք հետ ոնց խոսա, ինչ ասի։ Այ քեզ բան։ Սոնջան, չենք լարվում, 10 անգամ խորը շունչ, հարտաշունչ, խորը շունչ, հարտաշունչ։ Ստյոպիկ, այս դեղատոնոտ վերցրա դուրս արի ստեղից։
Հասկացա Սոն ջան, այսօր բույնի ես։ Չնայած այսօրվա օրովով բույնի չի։ Չեմ նեղանում։ Սոնա ջան, դու ընդհանրապես չներվես։ Մենք քո թասիբը կպահենք։ Մերսի կռլե ջան։ Փաստորեն իմ վերջին հույսը դուք եք։ Չէ, վերջին հույսը չենք Սոն ջան, բայց մենք ամեն ինչ կանենք, որ ճշտենք հետո արել։ Հա, ճշտեք։ Բայց դրսում ճշտեք։ Ինչ գործ ունեք դուք ստեղ հիմա։ Սոն ջան, մոռացար մենք դասի ենք։ Ձեր դասը 2 ժամ հետո է։ Թե մենք ոնց որ բարդաճանաչ աշակերտներ ենք էլի։ Հա, ասեցինք գանք, մի քիչ ռասպևկա անենք, տականանք, որտեղ բացենք։ Դուրս եկեք ստեղից արագացրեք։ Դուխով։ Շատ փիս տարավ Սոնաս։ Ես աչքիս իրան համոզեմ գնանք 4-րդ գյուղ։ 4-րդ գյուղ ինչ ես գնում։ Կարող է վիդեո սարքողը 4-րդ գյուղից հա։ Եթե մեզ այսինքն ախրատամ քներակին։ Կռլե, բայց ինչ պրիմիտիվ ես։ 4-րդ գյուղում լավ սանող կա Տիկին Եփրաքսյան։ Ես վստահ եմ Սոնայից հաստատ գիր են արել։ Ինչ ես ախմախ խոսում է։ Լույս ձեզ տեսնողին։ Ստուդիայում ինչ ասես եկավ գլխներից, դուք քնած եք հլը։ Ստյոպիկ, այդ ապտեճկիտ մեջ սառուց կա։ Չէ, ինչի։ Որ հեսա աշկիտ տակը կապտացնեմ, առաջին բուժօգնություն ցույց տան քեզ։ Էս չեն։ Սոնան ընդեղ ստրեսի մեջ, դուք բերաններդ եք բացել։ Հա, ճիշտ է Ստյոպիկ։ Բայց որ իմացել եմ ով ա արել, ըննեց կապտակ եմ, չնայած յոնքները սապսոս են։ Բայց ոչինչ։ Աղջիկներ գնանք։ Մի րոպե։ Մորա ջան, ներողություն։ Այսօր երբ եք ավարտում։ Շատ ճիշտ ժամանակ ես ընտրել կռլե։ Ինչ եք խոսում։ Իսկ 1000 անգամ ներողություն իհարկե Լիզայից տեղյակ չեք։ Զանգահարել են, բայց չի պատասխանում անհասանելի է։ Երևի քնած է մնացել։ Դաժան ժամանակներ ենք ապրում։ Մազոտ սունկեն տեսակ։ Ստյոպիկ, սունկես վեկալ արի։ Միկա, իմ ու կռլեի սումկեն վեկալ արի։ Լավ, Մերի, դու ինչ մեղք ունես։ Եթե ես տենց բան չասեի, ընկեր Սոնան ինձ լավ խորհուրդ չէր տա, հետո այդ խորհուրդը իր դեմ չէր օգտագործվի։ Կարևորը թողած հիմա քեզ պիտի հույս տանք։ Ձիգ պահի քեզ։ Պետքա պարզենք ով ա նկարել։ Երեխեք պարզ չի, որ մեր մեջից է նկարողը։ Բայց ով։ Մերի, Ինչ ա եղել, ինչի ես լացում։ Մտածում ա ինքն ա մեղավոր, որ սենց բան ա եղել։ Այդ ըմբոմի լացի, թե չես ես էլ կլոցեմ։ Գիտեք արդեն ծնողներից քանի հոգի է զանգել ընկեր Սոնային։ Հա, բայց բոլորը ճանաչում են, չէ՞, ընկեր Սոնային։ Հաստատ հասկանում են ինչ ա կատարվում։ Իրանք ճանաչում են, բայց մարդկանց մի հատ թեթև առիթ ա պետք, որ շոու բիզնեսից որևէ մեկին թիրախավորեն։ Կամ 1 ժամից այս թատրոնի հեղինակը գալիս է ինձ մոտ ու խոստովանում է, կամ ես բոլորիդ հեռացնում եմ ու բոլորդ գնում եք ձեր ճանապարհով։ Ընկեր Սոնա, կներեք էլի, խնդրում եմ, ես եմ մեղավոր։ Հանգստացի Մերի, ես գիտեմ, որ դու կապ չունես։ Բայց ես կատակ չեմ անում։ Այն մարդը, ով որ դա արել է, հենց հիմա այստեղ է ու ձևացնում է, որ ինքն էլ է անհանգստացած։ Ընկեր Սոնա, մենք վիդեո կնկարենք, ասենք, որ ներկա ենք եղել այդ դասին ու որ ամենից սխալ է ներկայացված։ Չէ, պետք չի։ Այս անգամ էլ ամեն ինչ կհարթվի, բայց մեղավորը կմնա ստուդիայում ու կշարունակի վնաս տալ մեզ։ Իմ խոսքը վերջնական էր։ Լավ, Մերի դեղան։ Լսեցիր, ասեց, որ դու մեղավոր չես հիմա լացում։ Ես էլ քեզ էի ուզում տեսնել։ Սոնջան իմացա ինչ է եղել, բայց աղջիկներից ով է նկարել կամ ինչի համար։ Դե խնդիրն էլ հենց այդ է, որ չգիտենք ինչ է եղել։ Ու արդյոք աղջիկներից են նկարել, թե չէ։
Դե դասի ժամանակ է նկարահանվել։ Իսկ ադմինիստրացիան անծանոթ մարդուներ չէր թողնի։ Իսկ հնարավոր չի դասից առաջ վիդեոն միացնել ու դուրս գալ դասարանից։ Հնարավոր է այդ մասին չէի մտածել։ Դե շատ վատ է։ Չէ, ես հասկանում եմ, որ դու հիմա ուզում ես տղաներին պաշտպանես, բայց այս մենակ իմ խնդիրը չի, այս բոլորիս խնդիրն է։ Իմ հեղինակությունը այս ամեն ինչ չի տուժելու, որովհետև խելացի մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են, իսկ ցեղ շպրտողներ միշտ էլ լինելու են։ Եթե ես չպարզեցի ով այս ամենը արել, ես հեռացնելու եմ բոլորին հիմնական թիմից ու նոր թիմ եմ հավաքելու։ Չէի մտածում, որ այսքան արագ կհանձնվես ու սա պատճառ կդառնա քո նման լուրջ որոշում կայացնելու։ Չես հասկանում, հասկանում եմ։ Խոսեմ տղաների հետ։ Լավ։ To give up. If I do something, man, I do it till I get what I want. I turn a business out of nothing into something I love. I got a poker face, but honestly, I'm not one to bluff. I flip a switch, never miss, man, I always stay up. Don't let them see you, bitch, always have a plan to stay tough. Մուրակամին շամնա։ Էդ երբ հասրեցիր պատվիրես։ Մուրակամի CTA-ով մտամ, արագ պատվիրեցի։ Երեխեք ճիշտ հասկացեք, եթե ես հենց հիմա սուշի չուտեմ, չեմ կարա պարզեմ ով է եղել այդ վիդեոն տարածողը։ Դե հա, մեր վերջին հույսն էլ դու էիր։ Չէ, ես ձեզանից ոչ մեկի վրա չեմ կարող կասկածեմ։ Մարդ չգիտի ինչ անի ես իրավիճակում։ Երեխեք, իսկ կարողա տղաներից ինչ-որ մեկն է արել։ Չէ, երեխեք, եկեք տղաների վրա էլ չֆիքսվենք։ Թե չէ էլի ինչ-որ սխալներ կանենք։ Բալիզան ուրա։ Չգիտեմ, արդեն անհանգստացա։ Կես ժամա իր աննորմալ հարցերը չեմ լսում։ Կերսոնան շատ վրդովված էր։ Վախենում եմ։ Բարև ձեզ, դուք գիտեիք, որ աշխարհում ամենաշատ տարածված եւ ամենաշատ օգտագործվող բառը դա օքեյն է։ Մեր պարագայում օքին։ Սյոպիկ։ Կարող եմ մոտը տելևիզոր լինի։ Չէ, բայց լավ ներվեր հանգստացնող տեղեր կան։ Պետք է։ Այ Սյոպիկ վերջն ես դու։ Է։ Մարդ ինչ ուզի մոտիցդ կարա գտնի, չէ՞։ Բայց գիտես ինչի համար են իրեն ասում համար մեկ առաքիչ։ Թե լավ թե մի ամաչացրա։ Ապե։ Իսկ կարող է արագացնեք։ Խմբիկ ես արդեն տունն է, դուք հələ շոր եք հավաքում։ Ես ավակ եմ բրցել արդեն։ Մոռացեք, մենք կարևոր գործեր ունենք։ Այդ ինչ կարևոր գործեր են, տղեկ ջան։ Կարող է մի բանով կարողանանք օգնենք ձեզ։ Չէ, լավ է, գոհենք։ Ով իմանա, կարող է հենց ձեր մեջից էլ մեղավորներին գտնենք։ Օրինակ հենց մեկը դու։ Թուրացի կատակ եմ անում։ Ես ո գիտեմ, չէ՞ որ դու ոսկի անձնավորություն ես։ Կամ էլ չէ։ Վերջացրել եք։ Հա։ Արդեն դուրս են գալիս։ Գիտեք չեն կերսոնայի հետ կապված դեպքի մասին։ Գիտենք, բայց դուք հանգիստ եք, մենք ինչ պետք է անում ենք։ Դուք դասատու մարդ ես, ընկեր ջան, գոր։ Գրլա ես կորոշեմ իմ հանգիստ լինել չլինելը։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ ու վստահ լինեմ, որ ձեզնից ոչ մեկ կապ չունի այս պատմության հետ։ Ընկեր Գորջան, ձեր հարցերը մեզ ընդհանրապես չեն վերաբերվում։ Հեսա առաքումս հասցնեմ հետ գամ, մեղավորներին կգտնենք։ Դուք կարողա չգիտեք, բայց անցած տարի սենց հարցերով ես եմ միշտ խառա եղել։ Այդտեղ գրիգի կինոնա, բանա։ Ուզում եմ հասկանամ այս ստուդիայում ինչ կատարվի մեզ եք մեղադրելու։ Եթե տենց է ձևը իմանանք, պատրաստ լինենք։ Նորից եմ ասում, ուզում եմ վստահ լինեմ։ Բոլորին էլ հարցնում ենք, որովհետև ստուդիա ուրիշ մարդ չի մտել, իսկ դրսի տես աղցիկները ոչ մեկին չեն ֆիքսել։
Այդ ժամանակ մեզանից ոչ մեկ ներսում չի եղել։ Լավ։ Եթե ինձ ինչ-որ բան ունենաք ասելու, ես ստուդիայում եմ։ Որովհետև եթե չգտնենք մեղավորներին, Սոնան հիմնական թիմերի բոլոր պարողներին հեռացնելու է ու նորերին ընդունի։ Ոնց է։ Ուշադրել ես ասում։ Ես ստուդիայում եմ։ Ինչ պիստարա։ Կանգնել եք բարապ։ Հələ պետքա Լիզայից էլ գնանք, եկեք։ Ախ, հələ չի եկել։ Կամացասակ է համարա։ Չէ։ Լավ։ Ստատի հետ մի հատ կապի դուրս կգանք։ Բայց նայդ ես որորը որ Սոնան նման ճակատագրական քայլի գնաց, դրա հաջորդ օրը ինձ ժամը 1-ին ստեղից հանում են։ Դեմից ոտերս, հետո գլուխս, ռյուկզակներն էլ մեջտեղից։ Վերջացրիր։ Դե առաջ ինքը քիչ խոսա։ Եթե ուզում ես մեզ հետ ապրել, դառնալ օքի դեն ստուդիոյի մի մասնիկը ու նկարահանվել օքի 3-րդ եթերաշրջանում, ուրեմն հենց հիմա զանգահարում ես ներքևում նշված հեռախոսահամարով, գալիս ես, մենք էլ քեզ դիմավորում ենք մեր թիմով։ Չեմ հասկանում, Լիզան հոդս ցնդեց։ Ես արդեն շատ լուրջ անհանգստանում եմ։ Սենց բան չէր եղել, էլա սենց խառը իրավիճակում։ Արի գնանք իրանց տուն։ Ստելան ուր ընդհանրապես ու ինչ են բոլորը այսօր կորում։ Չգիտեմ, բայց գոնե բոլորով հավաքվենք գնանք ընկերսոնի հետ խոսենք։ Մի զանգի անհասանելի է։ Բա ինչ անենք։ Լուսս քորանա։ Լիզայից բան եղած չլինի։ Տատին էլ այնտեղ չի պատասխանում։ Ինչ փիս եմ տանում։ Հեսա կվատանամ ես։ Ո՞ց է։ Ոչ մի վատանալ։ Ստյոպիկ մոտի դեղերը տուր։ Քանի ես կամ դու չես վատանալու։ Իմ կապույտի հակ։ Քանի ես կամ դու ոչ մի խնդրեմ չունես։ Քանի ես կամ դու չես վատանալու։ Նայ հիմա ինչ ենք անում։ Հանում եմ հեռախոսս, մտնում եմ ticket system, մտնում եմ կինոների բաժինը, խփում եմ այսօրվա սեանսեր, ընտրում եմ ամենառոմանտիկ։ Վայ, ես այդ նկատի չունեի։ Ես նկատի ունեմ, որ Լիզան չկա։ Ընկեր Սոնան ուզում է մեզ հեռացնի։ Չգիտենք ով այդ վիդեոն նկարի ու ինչի է տես վերնագրով հրապարակել։ Հա, եթե թատրոնը սիրում ես, թատրոն կնեմ։ Կռլե շատ ոգևորվեցիր։ Ես գնամ խանութ։ Ես է տեսնեմ Ռոզին ուրա։ Լիզայից նորություն ունի, թե չէ։ Թուլնում ես կռլե։ Դաժե զրաբելը քեզ կարեցավ մրսեցնի։ Սերը տես բանը։ Հələ մի հատ է փորձի։ Կներես, գորից նոր ազատվեցի։ Ներվերից վրա ազդում է։ Դավես ինչ արեցիր։ Հիմա հնարավոր է հիմնական թիմին ընկերսոնան հեռացնի։ Մեզ հենց այդ չէր պետք։ Մեզ։ Մի նեղվի լավ։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Ու ապրես, որ հետս ես։ Այդ իմ համար շատ մեծ բան է նշանակում։ Չեմ կարողանում երեխեքի աչքերի մեջ նայեմ։ Դու երեխեքին չես վնասում։ Հիմա հանգստացի։ Մի ժամը քեզ ենք ման գալիս։ Մերսի Ստելա ջան, անպայման կկարդամ այդ գրքերը։ Կներես, որ քեզ էլ զբաղացրի։ Խնդրեմ ինչի համար։ Ինչեր ժամանակ էր գտե քեզ գրքերի մասին հարցեր տալու։ Այստեղ են լրի վանջատված է։ Համե գրքերի հարցով մեր ինչի։ Դե հիմա ինչ անի։ Չգիտեմ։ Երեխեքը մեզ են սպասում։ Եկեք, ընկերսոնայի մոտ պիտի գնանք։ Իսկ Լիզային գտաք։
Ով ես դու գրողը տանի։ Միտեղ սխալվել ես հաստատ։ Բայց որտեղ։ Ստյոպիկ։ Ես ինչ ես սարքել։ Նախ Ստյոպիկ չէ։ Այսօրվանից Շերլոկ Ստյոպս։ Չնայած շաբաթ կիրակի օրերին առաքումներս անում եմ։ Սա հանցագործության մեջ կասկածվող բոլոր պոտենցիալ կասկածյալների լայն շրջանակն է։ Այ հիմար բա իմ ու Միկայի նկարը խես կպցրել։ Էլեմենտար է, Կարլսոն։ Բոլոր դետեկտիվ ֆիլմերում ամենաանմեղ մարդիկ վերջում պարզում է, որ իրենք են մեղավորները։ Իսկական դետեկտիվը ոչինչ եւ ոչ մեկի չի բացառում, անգամ իրեն։ Այ խփնված։ Դու լրիվ մնացել ես դետեկտիվ կինոների տակ, հələ Լիզայի նկարը։ Խնդրում եմ Մայքլ, ձեր անձնական կապերով չխոչընդոտել այս հետաքննությանը։ Եթե խանգարելու եք, խնդրում եմ դուրս գալ կաբինետից եւ չխանգարել։ Արա քո յանը լրիվ է տարել։ Դուրս է կանգնած են, կարա ինչ կաբինետ, ինչ դուր։ Այ հենց դրանում է կայանում մեր տարբերությունը, Կարլսոն։ Իսկական դետեկտիվները տեսնում են այն, ինչը ձերպես ամեոբաներին հասու չէ։ Քրվեց։ Արիա սենք օքի օքի դու ես ու մի քանի հոգի Լիզա ուր ես կորել։ Ինչի՞ է հեռախոսը տանջատած։ Վայ Միկա, մի հատ թող շունչ քաշեմ։ Այ Լիզա ջան, Սոնայի հարցը թողած քեզնով ենք ընկել։ Էս բևերա խույզն էլ մի կողմից։ Բևերախույզ չէ, հետախույզ։ Էդ ինչ դժվար հարց է տվել ինկերսոնեն։ Ասեք օգնեմ։ Սրտային ես մեզ ուզում սարքես, աղջիկ ջան։ Ուր ես կորել, տատին էլ ընդեղ հեռախոսը չի վերցնում։ Մտնելով ինչ ասես անցավ, տո։ Տատի հետ լիֆտի մեջ էինք մնացել մի 2 ժամ։ Հեռախոսից Մարտկոսն էլ անջատվել էր։ Նենց էինք վախեցել երեխեք։ Դու ինձ սրտաճակ ես անելու, ես գիտեմ։ Միկա, դու աննորմալ ես։ Ես ո՞նց կարամ քո սիրտը ճաքացնեմ։ Հո քո սիրտը iPhone-ի էկրան չի որ ճաքացնեմ։ Լավ երեխեք, ես գնացի կտեսնվենք։ Տեղյակ չի ոնց որ ոչ մի բանից։ Հա, հաստատ։ Թե չէ հիմա ստրեսի մեջ է լինելու։ Ուր դե մտանք չորցավ։ Գոնե այսօր մոնային սեր խոստովանեմ։ Եթե ուզում ես առանց լարվել սեր խոստովանես, աչքերդ փակ խոստովանի։ Լսի կյանքի փորձ ունեցող սրտակեր դետեկտիվի խորհուրդը։ Ես իմ մոտ եմ։ So high I'm hypnotized What's up is down, what's left is right Գոնե այդ վիդեոյի ամբողջական տարբերակ ունենայինք, այդպես բոլորին կապացուցեինք, ճիշտ է։ Դե որ մեկս իմանայինք, որ սենց բան կլինի։ Լավ մարդ ինչքան է ժամ պետք լինի, որ տենց բանի ընդունակ լինի։ Լիզա։ Բարև երեխեք, մի անգամից ասեմ, որ ինձ հարցախել չանեք։ Ուրեմն 2 ժամ լիֆտի մեջ եմ մնացել տատիկիս հետ։ Նենց հավես էր, նենց ուրախանցավ։ Իսկ հիմա ես ծարավ եմ, գնամ ջուր խմելու։ Սպասի։ Ուր ես առավոտից։ Ռոզի խուլ ես։ Չես լսում։ Ասում եմ ծարավ եմ։ Ես գնացի ջուր խմել։ Ընդհանրապես տեղյակ ես ինչա կատարվում ստուդիայում։ Ստուդիայում։ Իհարկե տեղյակ եմ։ Օքիդեն ստուդիայում կան շատ պարողներ։ Մեր ղեկավարը Սոնա Եսայանն է։ Իդեպ հիմա ջունիորների հետ մեր գլխավոր պարասրահում դաս է անում։ Ստուդիայի ֆոյեի պատերը կապույտ է։ Լիզա! Դուք ձեր կյանքում ոչ մի լուրջ բանի չեք հասնի։ Ես էլ եմ ստեղ եղել։ Վերնագիրը կարդա։ Աննորմալ է։ Էսով է արել։ Դուք եք արել։ Չէ, Լիզա, չգիտենք ով է արել։ Ուզում ենք հասկանանք մեզից մեկը ունի վիդեոյի ամբողջականը նկարած, որ կարողանանք ընկերսոնային օգնենք։ Ես ունեմ։
Բա որ տենց բան է լինում, մի հատ զանգեք։ Ոնց թե ունես։ Որտեղից։ Դուք չգիտեք, որ ես միշտ մեր փորձերը նկարում եմ, որ հետո տեսնեմ ինչն եմ սխալանում, ուղեմ։ Մի հատ լիցքավորիչ տվեք, հա։ Չի կարելի։ Եթե այդպես մտածեք, դուք ձեր կյանքում ոչ մի լուրջ բանի չեք հասնի։ Ամեն ինչ կտապալեք։ Եթե դու մի շարժում չկարողանալու դեպքում այսպես ես մտածում, ուրեմն պատկերացնում ես կյանքում լուրջ փորձությունների առաջ կանգնես, ինչ կլինի։ Ապրեք, հիմա հանգստացեք, մի երկու րոպեից կգամ, լավ։ Մի րոպե, Լիզա, այսինքն քո մոտից է տարածվել այդ վիդեոն։ Բոլորից կսպասեի, բայց ոչ քեզանից։ Չեմ հասկանում։ Ինչ եք խոսում, վայ։ Չեք տեսնում, որ վիդեոները տարբեր ռակուրսներից է նկարված։ Լիզան կապ չունի։ Հա, էլի։ Ճիշտ է։ Ուֆ, սենց ավելի շատ խճճվեցինք։ Գոնե կմտածենք Լիզան է ինչ-որ մեկին միամիտ ուղարկել։ Ընկեր Սոնանը մեզ չէր հեռացնի։ Չեմ հասկանում, մարդ իրավունք չունի 2 ժամ լիֆտի մեջ մնա, ժամանակ անցկացնի։ Ինչ հեռացնել, ինչ եք խոսում։ Քեզ հետո խնձորներով կբացատրենք, Լիզա։ Հիմա եկեք այս վիդեոն տարածենք բոլոր տեղերով։ Հետո մտնենք ընկեր Սոնայի մոտ։ Երբեք այսքան ժամանակին ու ճիշտ տեղում չէիր եղել, Լիզ։ Լավ, մի լացնենք, մամայիդ կհամոզենք։ Երեխեք, ախր ոնց ես ձեզ թողնեմ ու ուրիշ տեղ գնամ բարի։ Կարինկա։ Ինչ ա եղել, ես ինչի ես լացում։ Ինչ որ տեղդ վնասել ես։ Ընկեր Սոնա, չեք պատկերացնի ինչ եղել։ Կարինկայի մաման իրան ուզում է բարից հանի։ Ես չեմ ուզում ուրիշ տեղ բարի գնամ։ Հանգստացի։ Խոստանում եմ մամայի հետ կխոսամ, լավ։ Ընկեր Սոնա, ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք գիտենք, որ ինչ վիդեոյի մեջ ասում եք, դուք այդպես չեք մտածում։ Երեխեք, այդ ինչ որ մեկի չարաճճի կատակն է։ Այդ վիդեոն կիսատ է։ Ես լրիվ ուրիշ բան էի ասում։ Եկեք սենց պայմանավորվենք։ Հիմա մեր տրամադրությունը բացում ենք, բարձրացնում ենք, բրեյքը ավարտում ենք ու անցնում ենք բարենուն, լավ։ Գնացինք։ Ես ձեզ արդեն որերորդ անգամ եմ բացատրում։ Ուղղակի ոչ մի ապացույց չունեմ։ Միակ ապացույցս երեխեքի խոսքերն են։ Լավ, ոնց ուզում եք, այդպես էլ արեք։ Մտեք։ Եթե խոստովանության համար եք եկել, մնացեք։ Եթե չէ, դուրս գնացեք։ Ընկեր Սոնա, բայց իմացաք ինչ ա եղել։ Ընկեր Սոնա, մենք ձեր համար անագնկան ունենք։ Մտեք համացանցում նայեք, բոլոր հնարավոր տեղերով տարածել ենք։ Ես ձեզ չէի ասել, որ ոչ մի հոլովակ չպատրաստեք։ Ընկեր Սոնա, ուղղակի նայեք։ Չի կարելի։ Եթե այդպես մտածեք, դուք ձեր կյանքում ոչ մի լուրջ բանի չեք հասնի։ Ամեն ինչ կտապալեք։ Եթե դու մի շարժում չկարողանալու դեպքում այսպես ես մտածում, ուրեմն պատկերացնում ես կյանքում Սա ձեզ որտեղ։ Պարզվեց Լիզան էլ ա նկարել ամբողջ փորձը ու մեր բախտը բերեց։ Ապրես Լիզա։ Բայց ափսոս, որ սրանով գլխավոր խնդիրը չլուծվեց։ Մենք իսկապես այս ամենի հետ կապ չունենք, ընկեր Սոնա։ Հիմա ինձ մենակ թողեք։ Իսկ իմ ասածը ուժի մեջ է։ Ինչ ասած։ Գնացինք Լիզա։ Հիշում ես մեր սերը, մեր ամբողջ խոսքերը, լուսնի շողերը, գիշերեր այն օրը, երբ տվիր երթում, ախ ինչ մուրազեր։ Հիշում ես մեր սերը, մեր ամբողջ խոսքերը։ Ասա Ստյոպիկ։ Կռլե ուր ես։ Չնայած ծում եմ ինչ հարցնում, բարձ չի ուր ես։ Ստուդիայի դիմացի ահաթորին ձուլված նստած ես էլի հաստատ։ Մի ձեռիդ թզբեղ, մյուս ձեռիդ արմունքն էլ ոտիդ հենած հեռախոսով հետ ես խոսում։
Կողտել հաստատ են քյալ մի կանա նստած։ Բերանը մինչև ականջները բաց իրանից դավոլնի հպարտանում եմ, որ Լիզան բրկեց սիտուացիան։ Տնաշեններ, որ ես այդտեղ չեմ լում, դուք իրար հետ հեշ խոսում եք։ Արա դու մեզ տենում ես։ Դուք այնքան պրիմիտիվ եք, որ պարտադիր չի ձեզ տենամ նոր իմանամ ինչ կարա կանեք։ Լավ էլ մի հատ ծափարություններով դիմավորեք, մեծն նա գալիս։ Լավ չէ սարա։ Նստի տեղը թողը։ Հա մենք ես երբ ենք ծափերով դիմավորել։ Սրանից հետո տենց պիտի լինի։ Կգամ կհասկանաք։ Արա մենք այս սոպիկը լրիվ ցնդեզանգ ես։ Հարավում եմ ինչ բացատրում։ Welcome to my party, we're just getting started. A life is a dream or a nightmare scarring. Hand me a dream. Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Արաքիչի իմ կարիերայում հասել եմ գագաթնակետին։ Ես Ստեփան Մարկոսյանս միացել եմ համաշխարհային իսպանական արմատներ ունեցող Glovo ընկերությանը։ Ասա, ես իմ կարիերայում մի level բարձր քայլ է։ Մի level-ը ո՞րն է, ոնց որ ասենք Արեշիտան առաջին հարկից տեղափոխվեց Բուրջ Խալիֆայի ամենավերջին հարկը։ Այդ ոնց որ Փյունիկից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ կամ Բարսա։ Էլ ոնց ասեմ, ոնց որ դու կռլե։ Չնայած քո դեպքում տենց օրինակ չի լինում, այդ մենակ իմ դեպքում է լինում տենց։ Հա, ուր ես Ազատիկ, պայքարից դուրս եկար։ Բա միջամտի թաքնվել ես չուլանումդ։ Կներեք հուզված եմ մի քիչ ուռած աչքերս։ Լուրջ ես ասում։ Ես իմ կարիերայի հետ կապված կատակներ չեմ անում։ Բա մի ինչ ա փոխվել քո կյանքում։ Հիմա ես առաքում եմ ամեն տեղից, ռեստորաններից, խանութներից, դեղատներից ու ամենակարևորը շատ արագ։ Ես 2 տարվա մեջ մի խելոք բան ասեց։ Դե իսկ հիմա ինձ մի խանգարեք։ Ես պիտի կենտրոնանամ։ Տեքստս եմ նախապատրաստում։ Այսօր Մոնային սեր պիտի խոստովանեմ։ Հուսով եմ Ազատիկի ասած բանաստեղծությունով ծեր չես խոստովանելու։ Այ կռլե ջան, ինչ դժվար բան կա դրա մեջ։ Կանգնի ուղիղ ասա, ես քեզ սիրում եմ։ Արա գոնե դու ինձ սիրո մասին խորհուրդ մի տուր, էլի ախպերական։ Խնդրում եմ, էլի գնացեք ինձ մի խանգարեք։ Ես պիտի կենտրոնանամ, տեքստս եմ կրկնում։ Սյոպիկ, քո ասած ձևով եմ անելու, որ առավոտ ասեցիր։ Ու ճիշտ էլ կանես։ Ասեմ քեզ, այդ առավոտվա ասածը ձևը իսկական աշխատող մեթոդ է։ Դե ինչ ասեմ, քեզ հաջողություն, հարսանիքի նորմալ տեղ կնստես այս ախորդ, գիտես։ Բայց այսօր առավոտ կարող է պայտակ բոցվել եմ, որ չեմ հիշում ինչ եմ ասել։ Իրոք շատ ենք ամաչում ձեր առաջ։ Մեզ 1000 անգամ կներեք։ Հասկանում եմ ձեզ, ներողության կարիք չկա։ Կարևորը ողջ թյուրիմացությունը բացահայտվեց։ Ամեն դեպքում իրավունք չունենք ձեզ կասկածելու։ Հանգիստ եղեք։ Շնորհակալ ենք շատ Սոնա ջան։ Դե մենք գնանք։ Հաջողություն։ Հաջողություն։ Հա, կռլե։ Հեսա 2 րոպեից դուրս է գալիս։ Կարիք կա զգուշացնող, որ քեզ պիտի ճիշտ պահես։ Լավ, զգուշ կլինես։ Ասի մի րոպե։ Ես ուղղակի միշտ եմ ուզեցել այս ամեն ինչը քեզ ասեմ, բայց վախեցել եմ։ Դե երևի քո նման աղջիկները ավելի լավ տղայի են արժանի, իմ կապույտ թռչնակ։ Ես միշտ վախեցել եմ, բայց դե հիմա սիրտս կպել է։ Ու կարծում եմ, որ ժամանակն է, որ պետք է դու իմանաս։ Ես քեզ սիրում եմ։ Արի ասենք օքի, օքի, օքի,
Երեխեք, մենք ձեզ շատ ենք սիրում, բայց սերը պետքա լինի փոխադարձ։ Դրա համար ձեզանից պահանջվում է 3 քայլ։ Առաջինը՝ բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին։ Երկրորդ՝ լայքեք այս վիդեոն, եւ երրորդ՝ լիքը կոմենտ գրեք։ Կոմենտներում գրեք ում եք սիրում կամ ում չեք սիրում։